Կներեք, որ խանգարում եմ համերգից առաջ, բարև ձեզ մայստրո։ Բարև ձեզ մայստրոներ, այսպես կասեմ։ Այսօր այնքան հետաքրքիր համերգ է, եւ վերջինն է երևի, չէ, այս համերգա շրջանի համար, Մարդուկ Ջարդուկի վերջին համերգն է, ես որոշեցի բլոգային այսպես ձևաչափով ձեզ մոտենալ, հատկապես այսօր դուք նոր տարվա շրջանին, այո, վերջինն է, դուք այսօր կաշխատեք, իսկ մայստրո Թոփչյանը կլինի հանդիսատես, այո, ես հիմա ուղղակի եկել եմ, որ հաջողություն ցանկանայի։ Ցանկացաք։ Չհասրեցի, բայց նոր տարվա հեքիաթ է եւ ինքը իր երաժշտության բովանդակությամբ ինքնին հեքիաթ է, թե որպես գլուխ գործած երաժշտական, թե իր բովանդակությամբ։ Եվ կարողանում է այս ստեղծագործությունը մեր կյանքը մի փոքր հեքիաթ բերել մեր կյանք։ Գիտեք, արվեստը, երաժշտությունը ստեղծված է եւ նպատակը երաժշտության եւ արվեստի մարդուն դարձնել ավելի լավը, քան ինքը կա։ Եվ հույսով եմ, որ Շելկունչիկը ինչ որ մի ձև նպաստում է դրան։ Ձեզ մաղթում եմ հրաշալի կատարում, ինչը եւ անկասկած է, չխանգարեմ, մի քանի րոպեից սկսվում է համերգը։ Մենք Շելկունչիկի վերջին համերգն ենք տեսնում։ Ճիշտ է, բացառիկ ֆորմատում եւ այլն, բայց մինչեւ մյուս տարվա դեկտեմբերը մենք այլևս Շելկունչիկ չենք տեսնի։ Երևի այդ սպասումն է նաեւ, որ դարձնում է այս ստեղծագործությունը այսքան սիրելի, այսքան սպասված։ Ընդ որում այս հունվարն էլ շատ երկար է, հիմա շատ մի տեսակ այսօր ամսի 30-ն է, ոնց որ մի քանի ամիս հունվար է եղել, բայց Շելկունչիկը մեզ մոտ տես չի եղել, այո, որտեղ մենք սկզբից Չինաստանում էինք, հետո ես եկել եմ ու գնացել եմ Գերմանիա։ Դե ասեք 30 օրում այդքան բան կհասցնեիք, այո, սա ինձ համար շատ արագ անցավ, որտեղ ես անընդհատ խիստ զբաղված եմ եղել այս ամիս եւ հիմա էլ վաղը չեմ այսօր մեկնում եմ եւ էլի Գերմանիա Նյուրնբերգեր սիմֆոնիկերի հետ համերգներ ունեմ Մայստեր Զինգերհալում։ Ես այդտեղ մի քիչ խանդի զգացում ունեմ, դուք էլ վերջերս մեր վերջին այն հանդիպման ժամանակ ասացիք, որ կարող եք եւ օրինակ լքել մեզ այս գեղեցիկ մեր օպերայի դա այդպես չի, եւ գնալ հանկարծ Գերմանիա եւ ապրել լքելը ճիշտ հարց է, հեռանալ, գնալ աշխատել այնտեղ, այսինքն դա ռետորիկ հարց է, լքել իմ երկիրը Հայաստանը իմ չէ, ես չեմ սիրում, այսինքն նաև իմ, բայց մեր երկիրը, երբ որ ասում են իմ երկիրը, դա իհարկե է, բայց աշխատեք Գերմանիայում, ես կհամարեմ, որ լքել եք մեզ։ Չէ, ես Հայաստանը, մեր Հայաստանը երբևիցե չեմ լքի եւ ինչ ասեմ, Հայաստանում իմ ներկայությունը կլինի այսպես թե այնպես։ Ինչի մասին որ խոսում եմ, դա ռետորիկ հարց է, դրա մասին կարելի է խոսել եւ դե առայժմ Դուք տեսնում եք որքան է փոխվել հանդիսատեսը։ Դուք տեսնում եք ինչքան լավն է դարձել։ Տեսնում եք ինչքան շատ իրոք տոմսեր վաճառվում են, թեև ես ձեզ հետ համաձայն եմ, շատ եմ ձեզնից լսել, որ ոչ մի ֆիլհարմոնիկ նվագախումբ ինքնաֆինանսավորմամբ չի կարող։ Դա անհնար է, դա հասկանում ենք 100-ից ավելի։ Դա անհնար է։ Մենք 116 հոգի միայն նվագախումբն է եւ ամբողջ շենքի անձնակազմը եւս 2 այդքան։ Բայց դա նշանակում է, եթե ամեն տոմսը դնեք $200, երևի կլինի, բայց մենք ինչ անենք։ $200 եթե դնենք, այդ $200-ով պետք է կարողանանք գնել։ Այո, հենց դա։ Մենք չունենք այնպիսի ունկնդիր, որը որ $200-ով կարող է տոմսեր գնել։ Ինչքան էլ որ մենք ասում ենք, որ գիտեք, Վիեննայում $400 եվրոյանոց տոմսեր կան, ես ավելին ասեմ, Մոսկվայում Շելկունչիկի գիտեք ինչ գնանոց տոմսեր կան։ Ձեռքի վրա վաճառում են, այս տարի հասել է 12,000 եվրոյի եւ դա գնել են։ Եվ ես չեմ կարծում, թե դա շատ ավելի այսպես մեծ տարբերություն է ունեցել։ Բայց նախ դա պետք է կարողանա ունկնդիրը վճարել այդ գումարը եւ եթե նույնիսկ ես ձեզ ասեմ, մենք 200 եվրոյով տոմսեր վաճառենք, նույնիսկ այդ դեպքում ինքնաֆինանսավորվել չենք կարող եւ գիտեք Բերլինի ֆիլհարմոնիկը եւ Նյու Յորքի ֆիլհարմոնիկը նրանք այդ գներով տոմսեր վաճառում են իրենց երկրներում։ Այո։ Եվ բոլորովին չեն ինքնաֆինանսավորվում։ Ես կարող եմ ինչ-որ ցուցանիշ բերել, որ երևի այդ տոմսերի գումարից իրանք ֆինանսավորում են իրենց ենթադրենք 5-6%-ը ոչ ավել։ Մենք պետք է հուսանք մայստրո, որ
կհասկանան մարդիկ, ովքեր ձեզ ասել են, նույնիսկ պատկերացնում եմ ինչպես է դա ձեզ ասվել, դե տոմսերը վաճառեք եւ ինքնաֆինանսավորեք։ Դա իհարկե Ես ինչ որ քննադատական կամ որևէ ինչ որ խոսք չեմ ուզում ասել, ուղղակի ես գտնում եմ, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը եւ նման արժեքները մշակութային ազգային արժեքներ են եւ դրանց համար պետք է ստեղծվեն արտոնյալ պայմաններ եւ իրենց առաջ ուրիշ որ պետք է բոլորի առաջ ֆիլհարմոնիկից սկսած նաեւ մյուսների խնդիր դրվի որ գիտեք դուք պետք է լինեք համաշխարհային ամենաբարձր մակարդակի վրա եւ ասեք ձեզ ինչ է պետք եւ քանի տարի է պետք որ դրան հասնեք եթե հանգարց չհասնեք դուք չեք կարող շարունակել ձեր տեղը պետք է գան ուրիշները բայց Հայաստանը պետք է ունենա չգիտեմ համաշխարհային ամենաթոփ ստանդարտի եւ դուք չպետք է նայեք քանի կամ նվագախումբ կամ այ դա ես շատ լավ կհասկանամ եւ եթե այդ ժամանակի իմ աշխատանքը վատ կատարելու համար ինձ աշխատանքից հանեն ես դա էլ կհասկանամ որտեղ դուք վստահ եք որ այդպեսի բան չի լինի դրա համար ասում եք չասենք բայց ես որ ազգային արժեքին ասում են որ դու տես ոնց է տոմս ծախում մուլտիկներ նվագելով չգիտեմ ինչեր անելով որպեսզի ինքնաֆինանսավորես դրան ես չեմ հավատում Այո, եւ ես չեմ ուզում, որ մայեստրոն ընդհանրապես համերգից առաջ հետաքրքրվի, թե քանի տեղ է դահլիճում ազատ, որքան արժեին տոմսերը եւ ուզում եմ, որ մեր նվագախմբի տաղանդավոր երաժիշտները դրա մասին ընդհանրապես մտածելու կարիք չունենան։ Եվ դա է Լիմիչայլոս տոմսավաճառքն էլ, դա մեծ աշխատանք է ոչ թե մեր, այլ երեխաներից սկսած դա քաղաքականություն պիտի լինի, որպեսզի շատ չեմ ասում, 10-15 տարի հետո իրոք բոլոր տոմսերը վաճառվեն եւ սա կլինի հիանալի եւ սա լավ ուղեցույց է որ հիմա մենք դա վերցնենք եւ անենք ես դա շատ գնահատում եմ բայց դա չի լինի մեկ օրում եւ նույնիսկ այդ դեպքում այդ տոմսերով ֆինանսավորել մեծ սիմֆոնիկ նվագախմբեր օպերային թատրոններ եւ այլն դա կլինի անկարելի Հիմա մենք մեզ խափում ենք, որտեղ մենք բոլորովին չենք ուզում մտածենք, թե այդ երաժիշտները ինչքան գումար են վաստակում եւ դրանով ընդհանրապես հնարավոր է ապրել, թե ոչ։ Ինչևէ, ես արդեն ասացի։ Ինձ համար առաջնահերթ կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են դասական երաժշտության, սիմֆոնիկ երաժշտության համերգներին ներկա լինել եւ գուցե ֆինանսապես ամենաապահովված մարդիկ չեն, ես գտնում եմ, որ այդ մարդիկ անպայման պետք է դահլիճում լինեն անկախ նրանից թե այո եւ լինում են այո եւ դա շատ կարեւոր է Դիտենք մարդուկ ջարդուկը լսենք այո այս անգամ ես սովոր եմ բալետի առումով բայց իհարկե լսում ենք եւ ինչու ոչ նվագախմբի աշխատանքը ես դիտում եմ Ես ուզում եմ տեսնել ամեն լսել եւ տեսնել այո վերջում երևի կուզենամ ձեր կարծիքը լսել Շատ լավ Ինչպես են գնում ես կուզենայի ցույց տալ, ինչպես են վազում մարդիկ, Թոյ Մայեստրոն գնում է, այս շատ ինձ համար հուզիչ պահ է, երբեք մենք չենք եղել ետնաբեմի այս հատվածում, սա բացառիկ մի բան է, դիրիժորը սպասում է, քիչ անց, ներս կմտնի, եթե ես կարողանամ ցույց տալ նվագախմբին, այստեղից ով է տեսել այստեղից նվագախումբը ոչ ոք չի տեսել Մյուս կողմից մյուս ետնաբեմից ներս է մտնում ջազ նվագախումբը այս կողմում նստած է ֆիլհարմոնիկ նվագախումբը այն կողմից մոտենում են ջազ նվագախումբը եւ իհարկե դահլիճը Շատ հաճախ եմ եղել այս դահլիճում, այս ռակուրսից, այս կողմից չեմ տեսել եւ չեմ տեսել մայեստրոին դեռ դահլիճ չմտած։ Նաեւ հետևելու համար կա այսպիսի էկրան։ Այսպես կուլիսում մայեստրոն հետևում է։
դիրիժորը գնաց դահլիճ, պես է դիրիժորը գնում եւ նրան ասում են հաջողություն, հաջող կատարում, միշտ այդպես եք ճանապարհում։ Դուք փաստորեն լինում եք այստեղ եւ հետեւում եք, դա այդպես է, ինչպես է կոչվում ձեր պաշտոնը։ Բեմի տեսուչ։ Բեմի տեսուչ։ Բոլոր համերգների ժամանակ այստեղ կա։ Համերգների ժամանակ ես այստեղ եմ եւ բոլորին ուղեկցում եմ բեմ։ Այստեղ մի քիչ մութ է, լավ չի նկարվում, բայց ես ուզում եմ ձեզ մի բան հարցնեմ։ Գիտեք, ով որ հաճախ է եկել համերգ, միշտ այդպես կուլիսների հետ կապված հարցեր է ունեն։ Օրինակ ես մեկ-մեկ մտածել եմ, օրինակ ինչպես են, էլի, մեկ-մեկ որ մեկը արագ դուրս է գալիս, մյուսը մտնում է, ինչպես է չեն շփոթում, ինչպես է որ ինչ-որ մեկը պետք է հետևի, չէ, լարված պետք է լինեն։ Փաստորեն այդ լարվածը դուք եք։ Այո, ես եմ։ Եղել է որ հանկարծ ինչ-որ մեկը այստեղ չլինի կուլիսում այդ պահին, մի քիչ ուշանա։ Աշխատում ենք, որ այդպեսի բան չլինի։ Իս մեջ էլ եղել, որովհետև ես ուզում եի ձեր կողքից մի փոքր տեսադաշտ վերցնել եւ նկարել բեմը, բայց դուք այնքան կենտրոնացած եք, նույնիսկ չնկատեցիք իմ ներկայությունը։ Կա այդպեսի բան։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար։ Այս ֆիլհարմոնիայի այս հրաշքը ստանալու համար ինչքան մարդկանց աշխատանք է միատեղվում, որի մեծ մասը մենք չենք էլի, մի մասը մենք չենք էլ իմանում։ Ձեր անունն հասկանունը։ Անահիտ Աղաջանյան։ Ահա, դու ուրեմն կիմանաք, Անահիտ Աղաջանյանը այստեղ բեմի մոտ, երբ նա բեմում կանգնած հետևում է ամբողջ ընթացքին այս էկրանով եւ ինքն է ձեռքով նշան անում, որպեսզի արտիստը արդեն ներս մտնի եւ չուշանա։ Մի հատված երևի կարելի է ներկայացնել մեր դիտողին եւս այսպես հաճույք պատճառելու համար։ Չայկովսկու նման հսկայի վերջին ստեղծագործություններից մեկը եւ սուպեր հաջողված, որտեղ գիտեք, ես օրինակ բալետային ժանրի մեծ ջատագով չեմ եւ հաճախ բալետի համար երբ որ երաժշտություն են գրում, նույն Չայկովսկին, երբ որ ինքը գրել է ենթադրենք Դիբիձիննե օզերան կամ մյուսի բալետները, չէ, այնուամենայնիվ ինքը երաժշտությունը գրել է բալետի համար, հարմարացրել է, որ դրա տակ, չգիտեմ, պիրուետներ անեն, չգիտեմ ինչեր անեն, ոտքը բարձրացնեն եւ այլն, եւ վալսեր լինեն, չգիտեմ ինչեր լինեն, եւ այնուամենայնիվ որոշ երաժշտական հատվածներ, չնայած այնտեղ էլ կան ֆենոմենալ կտորներ, որ բայց որոշ երաժշտական հատվածներ դու զգում ես, որ նույնիսկ Չայկովսկու նման մեկը գրել է, որ դա պարել։ Շելկունչիկում իրեն հաջողվել է ստեղծել այս կախարդական եւ գերհանճարեղ երաժշտությունը, որի տակ հիանալի լինում է պարել, բայց ինքը այդ պարելիությունից դուրս է եկել այս երաժշտությունը։ Եվ կարելի է լսել այո առանց պարելու ցանկությամբ։ Ինձ համար շատ ավելի լավ է, բայց ես իհարկե հիմա չեմ խոսում բալետի մասնակիցները ինձնից կնեղանան եւ այլն, բայց բանը երբ որ Գերգիևը Վիսնա Սվիշենն ղեկավարելուց է եղել Ստրավինսկու, որ նույնպես բալետ է, այնտեղ ինչ որ պարային տեսարան է եղել, հիմա ես չգիտեմ ինչ, մարդիկ երևի բնականաբար ձայն է եկել բեմի վրա եւ շատ հայտնի պատմություն է, որ բալետմեյստերին կանչել է Гергиева ասել է, ну что вы с ума сошли, не двигаться, тут могучая музыка, а вы там шумите։ Հիմա հասկանում եք, իհարկե абսուրդ է դա, եթե դու բալետն ես ղեկավարում, դու խելոք պիտի ենթարկվես այդ բոլոր բաներին, դրա համար ես երբեք բալետ չեմ ղեկավարում։ Եվ Շելկունչիկը այն երաժշտությունն է, որ ես բազմաթիվ անգամ ինքս կատարել եմ, որտեղ որպես երաժշտություն շատ եմ սիրում։ Հիմա այդ հիանալի պատմությունը, որ ամեն հարյուրամյակներ արդեն ամեն նոր տարու ժամանակ բոլորը, չգիտեմ, նորից մտնում են այդ հեքիաթի աշխարհը եւ երբեք դրանից չեն հոգնում, չեն ձանձրանում, երբեք դա չի լինում այնպես, հա դե մենք սա արդեն գիտենք։ Ամեն տարի
նույն սպասումով ամբողջ աշխարհը սպասում է։ Եվ ամեն տարի մի քիչ ուրիշ է։ Մինչև հիմա ինչքան տեսել եմ տոնածառ, ինչքան հիշում եմ մարդուկ ջարդուկը եւ երբեք դա չի եղել նույնը։ Ես նոր բաներ եմ միշտ Այլ հայտնաբերում։ ասեցիք, որ այդ մարդուկ ջարդուկ թարգմանությունը բոլորովին լավը չի, որովհետև մարդուկ ջարդուկ ինչ է նշանակում։ Դա ինչ որ մատից հոտ քաշելով այդ անունը ծնել են, ես չգիտեմ, ես հեչ չեմ նեղվում, որ ասենք շելկունչիկ եւ վերջանցնենք այդ հարցը, որովհետև մարդուկ ջարդուկ, նու այնուամենայնիվ դա ստեղծել են գերմանացիները, նուսկնակր, եւ նուսկնակը նշանակում է պոպոկ կոտրող, պոպոկը կրճտացնող, շելկունչիկն էլ երևի ռուսական թարգմանությունն է, որը սովոր է եւ պարտադիր չի, որ մենք ունենանք մարդուկ ջարդուկ, որտեղ դա կապ չունի, ինչ որ Ես ստանում եմ այլևս երբեք ցանկացած հաղորդման մեջ եւ իմ սովորական խոսքում չօգտագործել մարդուկ ջարդուկ, ասելու եմ շլկունչիկ ուղակի, որովհետեւ դուք այդպես եք սիրում։ Ամենայն դեպս այսօր շատ յուրահատուկ ձևով է մատուցվելու շլկունչիկը մեր ունկնդրին, այո, բացառիկ կարծում եմ, սա մեր տնօրենի գաղափարն է, Նորայր Նազարյանի եւ նաեւ Արամ Ասատրյանի, որը գիտեք հիանալի երաժիշտ է եւ ինքը օրկեստրի հետ աշխատել է շատ հաճախ, բայց ես կարծում եմ, որ Արամի առաջին համերգն է որպես դիրիժոր։ Մի մարդու, ով որ, չգիտեմ, երևի 40 տարի, 14 տարեկանից սերտ կապված է նվագախմբերի հետ եւ միշտ եղել է կոնցերտ մայստեր։ Կատարում են Չայկովսկի տարբեր մեկնաբանություններով այս պահին ես ներկայացնում եմ ջազային հատվածը, իհարկե YouTube-ը կարող է սա փակել եւ դրա համար շատ երկար ներկայացնել չեմ կարող, բայց պետք է ասեմ, որ իրոք այստեղ դահլիճը լեցուն է, սա մի հրաշալի արվեստի հրավառություն է եւ այստեղ հավաքված մարդիկ վայելում են Չայկովսկու շլկունչիկը սեզոնի վերջին կատարումը։ Հատված է, այստեղ նվագում է եւ ջազ համույթը եւ ֆիլհարմոնիկ նվագախումբը միասին։ Այսպես ասած, զարմացնում են Չայկովսկուն։ Շնորհավորում ենք հրաշալի կատարումը։ Բոդից դող սմակույր նավայց։ Գոհ եք մայստրո։ Շատ։ Եվ ահա նվագախումբը գալիս է ետնաբեմ։ Ես հասկացա ինչ է նշանակում լինել երաժիշտ եւ գալ համերգից հետո։ Շնորհավորում եմ եւ շնորհակալություն։ Հաճելի է շատ։ Դուք գոհ եք։ Շատ գոհ եք։ Դուք գոհ եք կատարումից։ Ահա։ Կոնտրաբասը ամենադժվար գործիքը, ահա որքան կան այստեղ գործիքներ։ Գիտեք, ես առաջին անգամ ետնաբեմ եմ նկարում եւ այն էլ համերգից հետո եւ ձեզ շնորհավորում եմ, դուք կոնտրաբաս եք նվագում։ Ես գիտեք, կին կոնտրաբաս նվագող երբեք ինտերվյու չեմ արել, տեսել եմ, բայց այսպես մոտիկից այսքան նուրբ երիտասարդ կին, որը այս ամենամեծ գործիքներից մեկը, ինչպես է գնահատում համերգը։ Շատ լավ անցավ։ Այո։ Հայ կանտրաբասի Հերոսը։ Դուք էիք կանտրաբասների հերոսը։ Ջազով։ Հասկանալի է։ Գիտեք, ես այնտեղ ասում էի, որ մենք Չայկովսկուն այսօր զարմացրեցինք այս կատարումներով միասին եւ առանձին, սա մենամարտ էր եւ ով հաղթեց։ Ջազի ընկերությունը։
Այո, երկխոսություն։ Իսկ ինձ թվում է, գիտեք, հաղթեց հանդիսատեսը։ Կարող է իրոք։ Հանդիսատեսն էր, չէ՞, այսպես, որովհետև Չայկովսկին զարմացավ։ Զարմացավ Հաստատ։ եւ զարմացավ հանդիսատեսը, որովհետև այսպիսի բան իհարկե մենք չէինք տեսել։ Եկավ։ Այո, դուր եկավ։ Ես կարող եմ նաև որպես հանդիսատես ասել, եւ որպես հանդիսատեսի ներսից հետևած մարդ։ Մեզ դուր եկավ։ Դա շատ լավ։ Եվ դուք գոհ եք կատարումից, սա այսպես ունիկալ բան էր, յուրօրինակ բան էր, ձեզ դուր եկավ։ Շատ իհարկե։ Հավանեցիք։ Դու եկավ, ձեզ պետք է դու դա, ձեզ։ Այն շատ դուր եկավ, այո։ Ինձ թվում է նույնիսկ Չայկովսկուն նույնպես դուր եկավ։ Ու Չայկովսկուն։ Հայկովսկի։ Այո։ Այ որտես եմ դարձել։ Դե մի օր, մի հեռու օր բոլորս էլ կհարցնենք, եւ ես ուզում եմ նորից տեսուչի հետ խոսել, որին մթության մեջ այսօր նկարել եմ, դրսից աչալուրջ հետևում եք փաստորեն, որպեսզի համերգը այսքան շատ մասնակիցներով տեղը տեղին ժամանակին կայանա։ Փաստորեն բոլոր գործերը անգիր գիտեք, ով երբ դուրս կգա, ով երբ ներս կմտնի։ Դա իմ աշխատանքն է, գիտեմ։ Եվ բոլոր համերգները լսում եք։ Ձեր աշխատանքը համերգ լսելն է։ Դա լավ աշխատանք է։ Նախանձելի է։ Ջազ բենդը այս կողմում էր։ Ահա։ Ուրեմն երկխոսությունը այսպես ընթացավ, այն կողմում ֆիլհարմոնիկ նվագախումբն էր, այս կողմում ջազ բենդն էր, եւ ահա ջազ բենդի ղեկավարն է։ Ջազ բենդի ղեկավարի հետ ես հիմա կխոսեմ։ Գիտեք, համերգը ահագին ժամանակի ավարտվել է, մարդիկ այնպես դժվար են հեռանում դահլիճից, որ հասկանում ես, սա ամենևին այն համերգներից չէ, բարև ձեզ։ Ես ձեզ այս հերվից ողջունում էի, բայց ուզեցի մոտենալ եւ անհատապես, այսպես անձնապես ողջունել, որպեսզի դուք իմանաք, որ ես գոռում էի բրավո։ Շատ շնորհակալություն ձեզ։ Սա մենամարտ էր, թե ինչ էր։ Հա սա Երաժշտական մենամարտ։ երաժշտական ընկերություն էր սա։ Ընկերությունն է, ես ուզում եմ ասել, ով հաղթեց, այստեղ ոչ ոք չընդունեց։ Չայկովսկին հաղթեց Էլինգտոնի հետ միասին։ Ես ասում էի Չայկովսկին զարմացավ։ Դե երևի, հա, զարմացավ։ Մենք էլ զարմացանք, իսկ ես կասեի հաղթեց հանդիսատեսը։ Այո, միանշանակ։ Մենք լրիվ համաձայն ենք, ու սա մեզ համար շատ գեղեցիկ համագործակցություն է, շատ էսթետիկ եւ Առաջինն էր։ ստեղծագործ։ Առաջին անգամ չի, որ կատարում ենք այս սյուիտը ջազ նվագախմբով, պարզապես նախորդ կյանքում ա եղել, հետ COVID նախքան COVID-ը առիթ ունեցել ենք կամերային նվագախմբի։ Այո, անշուշտ։ Կամերային նվագախմբի հետ ենք ունեցել առիթ կատարելու մի քանի համար այս սյուիտից, բայց այսպես որ լիարժեք նվագեինք ամբողջ սյուիտը եւ մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին, այսպես առաջի անգամ կարելի ասել պրեմիերա։ Եվ սա վերջին շելկունչիկն էր սեզոնի։ Ձեր առաջին համագործակցությունը մայստրոյի առաջին դիրիժորությունն էր համերգային։ Եվ մենք պետք է 1 տարի սպասենք, գրեթե 1 տարի, 11 ամիս գրեթե պետք է սպասենք նորից։ Հա, դժվարը հունվարն է, չէ՞։ Հունվարն անցավ, արդեն բան չմնաց։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն շատ անչափ։ Շնորհակալություն, որ մեզ համար ստեղծեցին այս հնարավորությունը վայելելու այս երեկոն եւ զրուցելու արտիստների հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հաջողություն։ Դժվար է, բայց պետք է գնանք արդեն։ Համերգը ավարտվեց, մայստրոյից բոլորին շնորհակալություն ասեցի, այսպես ողջունեցի եւ բրավո գոռացի, ինձ դուր եկավ։ Բայց ես ուզում եմ ձեր կարծիքը։ Դա ինձ էլ շատ դուր եկավ։ Նախ գաղափարը շատ լավն էր, ինչքան հասկացա Դյուկ Էլինգտոնինն էր եւ լավ ամեն ինչը շատ պրոֆեսիոնալ ձևով էր սարքած եւ ինձ շատ դուր եկավ, դե սիմֆոնիկ մասը բարձա գիտեի, իսկ ես նախ ջազ նվագախումբը շատ լավ նվագեցին եւ երկրորդ շատ հաճելի ձևով սարքված էր եւ վերջում էլ այս բանը Բերստայնի մամբոն, որ երկու նվագախմբերը միասին են նվագում, ինչքան հասկացա դա նույնպես Դյուկ Էլինգտոնի գաղափարն էր։ Մի խոսքով շատ գեղեցիկ էր։ Հա, ինձ համար նորություն էր, ես այն ինչ որ դասական չի, լավ չգիտեմ։ Բայց գիտեք, ես դեռ ինչ էի ասում էի այս համերգից ըստ երևույթին Չայկովսկին զարմացավ։ Եվ փաստորեն ոչ միայն Չայկովսկին զարմացավ, դուք էլ զարմացաք, հանդիսատեսը եւս Ինքը այդ նպատակով էլ սարքված է, որ մեկ-մեկ
ինչ ասեմ, նման ձևով մատուցվի եւ ինչ ասեմ, հաճելի ժամանց լինի։ Այո, շատ հաճելի է, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Կարող եմ ուղղակի վստահաբար հաստատել, որ հանդիսատեսը դժվար հեռացավ այս համերգից հետո, որովհետև այնքան շատ լավ էմոցիաներ առաջացրեց համերգը, այնքան հաճելի էր եւ այնքան հաջողված էր այդ արդեն չեմ ասի մենամարտ, այլ երկխոսությունը, որովհետև մենամարտում թեկուս այսպես արվեստի մեկն ու մեկը պետք է հաղթի։ Իսկ այստեղ միակ հաղթողը, իրական հաղթողը հանդիսատեսն էր։